Ասում են պանիրի գինը թանկացել է, եկեք միասին պարզենք, թե որքան արժի պանիրը և ինչպես տարբերակել լոռին չանախից։ Հայաստանի շուկաներում պանիրի գնի փոքր նվազումը գնորդների համար հաճելի նորություն է դարձել։ Վաճառողների խոսքով վերջին օրերին պանիրի որոշ տեսակների արժեքը մի փոքր էժանացել է, ինչի արդյունքում գնորդների հոսքը աճել է։ Էժանացել է, մանավանդի մոտ շատ էժանա, իրոք ճիշտ եմ ասում։ Հիմա որքան է պանիրը։ 1500 էլ կա, 2000 էլ կա, 202 էլ կա ոչխարն։ Ոչխարն 202, հիմա շատ են իջել էլի գները, լավ գները։ Իսկ ինչի հետ է կապված, որ գները իջել։ Դե հիմա այն բախտը չկար, հիմա որ արդեն շատացել է, Ռուսաստան էլ որ չի եթում, ավելի էժանացել է։ Առաջ Ռուսաստան տանում են, բայց հիմա չեն կարա տանեն, բայց այնպես տարողներ ունեմ աղջիկս, գոհ եմ, շնորհակալ եմ։ Եթե հետագայում լինի Եվրոպա կտանեք պանիր։ Դե տարողները եթե տանեն, խիչ եմ տա, կտամ, բայց ես այստեղից չեմ ճանաչում որտեղ է։ Քաղաքում եմ ապրում, բայց այդքան մոտիկ չեմ ամեն ինչին էլ։ Տեսեք, մարդիկ չեն նայում հիմնականում այդ 100-200 դրամին, իրանք ավելի շատ պահանջում են, որպեսզի մենք իրանց լավ պանիր տան, լավ պանիր ունենանք, հետևաբար ասենք մենք էլ չենք նայում, որ ավելի լավ մենք մի փոքր թանկ ունենանք պանիրը, բայց որակով լինի էլի, որպեսզի հաճախորդներին դուր գա։ Սակայն միայն գինը չէ, որ հետաքրքրում է սպառողներին։ Շատերը ցանկանում են հասկանալ, ինչպես տարբերել լոռի պանիրը չանախից։ Լոռի պանիրը ինքը ոչ աղաջրային է, լոռի պանիրը շատ քիչ մնալով աղաջրի մեջ ոնց է սարքվում։ Հետո դրվում է պոլկայի վրա, ահագին ժամանակ ջրքանվում է, հետո փաթեթավորում դնում են նորից նույն տեղը, իսկ չանախը երկար ժամանակ մնում է աղաջրի մեջ, աղիանում է։ Իսկ լոռին քիչ աղի պանիր է, ու լոռին պատրաստված է պաստերիզացված կաթից ու տաքացվում է 2 անգամ, ի տարբերություն չանախի։ Չանախը մի անգամ, լոռի պանիրը ավելի աշխատատար պրոցեսով է սարքվում, քան թե չանախը։ Լոռի պանիրը, ասենք, ավելի շատ կաթ է պետք, օրինակ ասենք, եթե սովորական չանախը 6-7 լիտր կաթից է սարքվում, ըստ ինձ էլի, ըստ իմ իմացածի, լոռի պանիրը 11 լիտրից է սարքվում։ Չանախ կա, ոչխարի ել են անում, կա տավարի ել են անում, խնդիր չկա։ Չանախ պանիրը ավելի աղի է, ունի ավելի պինդ կառուցվածք և երկար ժամանակ հասունանում է աղաջրում, մինչդեռ լոռի պանիրը համեմատաբար մեղմ համ ունի, ավելի փափուկ է և քիչ ժամանակ է պահվում աղաջրում։ Լոռի պանիրը նայած որ տեսակ է, նորից 2000-ից սկսում է։ Չանախը սկսում է 1700-ից մինչև 2500 չանախ։ Տեսեք, բոլոր պանիրները իրանց հաճախորդները ունեն, մեր մոտ արդեն ահագին տարիներ է, նույն հաճախորդները գալիս են, նույն պանիրները վերցնում են, իրանց ուզած իհարկե։ Մենք էլ աշխատում ենք, ասենք, չփոխենք էլի ոչ մի տարբերություն։ Ամեն օր, ասենք, նորություններ չենք ունենում, էլի, ինչը որ ունենք շատ վաղուց, ունենք նաև այս բանը։ Շուկաներում այսօր կարելի է հանդիպել հայկական պանիրների մեծ տեսականու։ Ամենապահանջվածներից են լոռին և չանախը, վաճառվում են նաև այծի և ոչխարի կաթից պատրաստված պանիրներ, որոնք առանձնանում են իրենց յուրահատուկ համով և բույրով։ Որոշ վաճառողներ առաջարկում են նաև տարբեր համեմունքներով կամ ապխտած պանիրներ, որոնք վերջին տարիներին ավելի մեծ պահանջարկ են վայելում գնորդների շրջանում։ Համեմունքներով պանիրներ են ունեն։ Էդի չանախը ինքը համեմունքներով է, մի 3-4 համի պանիր ունենք, օրինակ ասենք կա սամիթով, կա թարխունով, կա ուրցով, դրա պահանջարկը նորից նույն ձևի, ոչ մի տարբերություն։ Տարել են, փորձել են, հավանել են, տեսել են, որ իրոք էդի կաթով է սարքած, հիմա նորից գալիս են, ասենք մենք ոնց որ ամեն օրվա նորից եմ ասում, ամեն օրվա ռեժիմով ասենք նորություններ պանիր չունենք, էլի ինչը որ ունենք շատ վաղուց, ունենք ամեն օր։ Որ տեսակն է ամենաշատը վաճառվող։ Ոչխարը։ Ու հետո հորած պանիրներն է, ինքան համով է։ Ես էլ սարքում եմ իմ աղջիկ ջան ու շատեր տանում են ու շատ շնորհակալ են։ Չնայած շատերը պանիր գնում են մեծ խանութներից, բայց վաճառողները նշում են, որ բազմաթիվ գնորդներ նախընտրում են պանիրը ձեռք բերել հենց շուկայից։ Ըստ նրանց այստեղ հնարավոր է համեմատել տարբեր արտադրողների պանիրները, համտեսել և ընտրել սեփական ճաշակին և բյուջեին համապատասխան տարբերակը։ Սուպերմարկետի պանիրը
Քուրիկ ջան, հիմնականում կտրտած է լինում, փաթեթավորված է լինում, իսկ մեր մոտ բաց դրած է, որպեսզի հաճախորդը գա նայի, իր տեսքը տեսնի, իր համը նայի ու այտենց վերցնի գնա, իսկ այնտեղ փաթեթավորվածած իսկի չեն փորձում հաճախորդը ասենք ինչ-որ համը տեսնել։ Մարդիկ առնում են այս շրջանում բան։ Հայո, շատ լավ է։ Մոտավորապես ամիսը Քանի կիլո շատ, բավականին շատ։ Շուկան շարունակում է մնալ շատերի նախընտրելի վայրը թարմ եւ համեղ, երբեմն նաեւ ավելի մատչելի պանիր ձեռք բերելու համար։ Պանիրի գնի փոքր փոփոխությունները կարող են ազդել սպառողների ընտրության վրա, սակայն որակը եւ ավանդական համը շարունակում են մնալ ամենակարևոր չափանիշները։ Հայկական շուկաներում պանիրի հարուստ տեսականին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր գնորդի գտնել իր նախընտրած համը, պահպանելով հայկական խոհանոցի ավանդույթները եւ սննդային մշակույթը։ Մարիաննա Արամյան, Մխիթար Մովսիսյան, Արման Սարգսյան, Մեդիահաբ։